Ընդդիմադիր քաղաքական գործիչները բանակի զենք զինամթերքի մասին հայտարարություններն անում են միայն հասարակությանը մանիպուլացնելու նպատակով։ Մասնագետները անընդունելի են համարում թե այդ շահարկումները, թե զինվորականի ներգրավվածությունն այդ ամենում։ Սամվել Կարապետյանի ուժին միացած Արթուր Ավանեսյանը կեղծ պնդումներից մի քանիսի հեղինակն է։ Տարածված տեսանյութում ասում է, զինվորները 44 օրյային մնացել են անպաշտպան առանց զենքի։ Ասում պատերազմի օրերին դասադիկներ էլ չեն եղել։ Բացարձակ սուտ է, որ չենք ունեցել դասալիքներ, բացարձակ սուտ է, կան հարյուրավոր, նույնիսկ հազարավոր վկայություններ, ոնց են օրինակ մոբ ռեսուրսը Ջեբրայիլից կամ ասենք Հադրութի տարածքով հարյուրներով փախել, գումարտակներով փախել։ Նույնիսկ ինչ որ առանձին պատերազմի մասնակիցներ իրանց ինչ որ նյութերում դրա մասին ակնարկում են։ Այսինքն դա բաց աղբյուրներից է ու ասել որ դասալիքներ չեն եղել, դասալքությունը եղել է մասսայական։ Իհարկե մեր մոտ եղել են վախկոտներ։ Բնությունը նրան այդպես է ստեղծել։ Նրան պետք չի զենք վստահել եւ ուղարկել բանակ։ Կան նաեւ դասալքության այլ ձևեր, այսինքն հասարակական հանրային ծառայությունից խուսափելու, ճողոպրելու տարբերակներ։ Իրենց գերդաստանը դրանով է աչքի ընկել։ Այդ գիտեք ինչ ասում են գոնե դու սուս։ Մարդիկ կան, որ իրավունք ունեն խոսելու, որովհետև գերդաստանը, արական թեյիկական սեռի մարդիկ գնում են ծառայության ոչ միայն որովհետև օրենքն է պահանջում, այլ հանրային օգուտի գիտակցություն ունեն, այո։ Կարապետյանենք տարածած տեսանյութում փորձում են հերքել 2023-ին հայտնի դարձած դասալիքների վերաբերյալ հայտարարությունը։ Մինչդեռ դատախազության հենց 2023-ի տվյալները հստակ փաստում են։ 44-օրյա պատերազմի վերաբերող դեպքերով քրեական օրենսգրքի զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, դասալուքությունը եւ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ 10687 անձի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ մեղադրյալի կարգավիճակ այդ ժամանակ ստացել էր 756 մարդ։ Եթե քաղաքականությունով ուզում ես զբաղվել, մտել ես քաղաքականություն, դասալիքների շարքն ես կանգնել։ Նրանք հայտնի են որպես դասալիքներ, նրանք անպատասխանատու քաղաքականության կողմնակից են, հայտարարում են, որ Հայաստանի անվտանգությունը հարկավոր է տալ երաշխավորին, ուրիշին տալ։ Ուրիշը թող գա մեր հայրենիքը պաշտպանի։ Ճիշտ այնպես, ինչպես մենք պաշտպանել ենք, իրենք փող են շինել։ Հիմա դու գնացել դրանց կողքը կանգնել ես, մեզ էլ մեղադրում ես, հա։ Ում կողքն ես կանգնել։ Դու պետք է հայրենիքին ծառայես ու վերջ, համազգեստը դա է ասում։ Ծառայիր հայրենիքին, իսկ այդ մարդիկ հայրենիք չունեն։ Զինվորականը կարող լինի հոյակապ զինվորական, բայց ինքը չի կարող լինի բժիշկ։ Նույնն էլ կարող լինի հոյակապ զինվորական, բայց ինքը չի կարա ավելի մեծ գլոբալ անալիստա կամ ավելի մեծ գլոբալ հետևություններ անի, ինքը կարա միայն իր անձնական փորձի մասին խոսի, էլի։ Մի խոսքով դա երևի քաղաքական միջավայրում էս նախընտրական նորմալ է, բայց էլի ես գտնում եմ դա որ անարդար է, քանի որ այդ ձև մեծ մասշտաբի հետևություններ կոնսալտինգ ու մեծ մասշտաբի խորհրդատվություն կարա տա, այսինքն կազմակերպությունը, որի մեջ նաև ընդգրկված են ինչ-որ զինվորականներ, բայց վերցնել 1-2 զինվորական եւ իրանց խոսքը փորձել ներկայացնել որպես միակ ճիշտ իրողություն, դա ինձ թվում է արդար չի։ Ճիշտ չեն նաև բանակի անպաշտպանվածության զենք չունենալու մասին Սամվել Կարապետյանենց պնդումները, ասում են բանախոսները։ Հիշեցնում են մինչև 2018-ներ, որ Հայաստանը զենք զինամթերքի վերաբերյալ որևէ պայմանագիր չի կնքել բանակին որակյալ մարտունակ զենքեր մատակարարելու համար։ Իսկ որ 44 օրյայի ժամանակ զենք եղել է, զենքի պակաս չի եղել, վկայում են նաև Ադրբեջանին թողած մեծաքանակ զենքերի վերաբերյալ տեղեկությունը։ Զինվորը փաստացի ունեցել է զենք, հրազենային զենք, բայց դա չի կարողացել ունենա այն էֆեկտիվություն, եթե խոսում ենք նյութական ապահովությունից, այն էֆեկտիվությունը հակառակորդի միջոցների դեմ, բայց դա միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ խնդիր է, որը պետք է լուծված լիներ տասնամյակների ընթացքում։ Պետությունը այդ պահին իր առջև դրած ու հնարավորին բոլոր ֆունկցիոնալը, ասենք ինչ հնարավորություն ունեցել է, այսինքն լոգիստիկ, մատական ապահովման, մարտական պատրաստության կառավարման արել է։ Իհարկե զենքի կորուստ ենք ունեցել, ուղղակի թվերը կան, վարչապետը ասել է ինչ քանակությամբ զենք է լքվել, ձեռք չի տրվել, այսինքն չի կրակվել, չեն կրակել։ Իհարկե եղել է, բայց այդ մարդկանց ինչի են դատում։
բարձրաստիճան զինվորականներին դրա համար դատում են։ Պատերազմում զենքի պակաս չունենալու մասին օրերս կրկին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շեշտեց 44 օրյայի ընթացքում որևէ ստորաբաժանում զենքի պակաս չի ունեցել, այնինչ դրա փոքր մասն է օգտագործվել։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատվածն ա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը։ Վազգեն Ղազարյանն անդրադառնում է նաև հունական ու նիդերլանդական անվտանգային ընկերությունների հետ Սամվել Կարապետյանի ուժի կնքած հուշագրերին։ Համարում է, որ դրանք եւս արվել են մարդկանց էմոցիոնալ դաշտի հետ խաղալու համար։ Արևմտյան պաշտպանական ընկերությունների հետ Հայաստանը պետական մակարդակով է համագործակցում վերջին 2-3 տարում, բայց քանի որ պաշտպանական գերատեսչության աշխատանքը որոշ դեպքերում պետք է գաղտնի պահվի, դրանք չեն հանրայնացվում, ընդգծում է նա եւ ասում, արդյունքը զգալի ու դրական է։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, Արամ Հարությունյան, Լուրեր։